Էլի պիտի ասեմ, հարգելի բարեկամներ, 2 ամսից Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու ոչ թե նախագահական, ոչ թե վարչապետական, ոչ թե դատախազական, այլ պարլամենտական ընտրություններ։ Ժողովուրդը պիտի ընտրի այն, պիտի ձևավորի այն մարմինը, որը հետագայում պիտի աշխատանքի նշանակի գործադիր մարմնի ղեկավարին։ Ժողովուրդը պիտի գնա ընտրատեղամաս, համենայն դեպս օրենքները եւ սահմանադրությունն է այս ամենի մասին խոսում։ Ժողովուրդը պիտի գնա ընտրատեղամաս, որպեսզի ընտրի падգամավորի, որպեսզի ընտրի ինչ-որ կուսակցությունների, դաշինքների կազմված պոտենցիալ падգամավորներից, որոնք պիտի գործեն իրենց խղճի, իրենց համոզմունքների շրջանակներում, որոնք պիտի կաշկանդված չլինեն հրամայական մանդատով եւ իրենք պիտի ընտրեն վարչապետի եւ հետագայում վերահսկողություն պիտի սահմանեն վարչապետի կառավարության գործունեության նկատմամբ։ Էլի եմ ասում, մարդիկ պիտի ընտրեն մարդկանց, դեպուտատների, որոնք կաշկանդված չեն հրամայական մանդատով։ Պարոն Սամվել Կարապետյան, ձեր ցուցակի մեջ գտնվող մարդիկ հրամայական մանդատով կաշկանդված չեն։ Ծառուկյան Գագիկ, քո ցուցակի, ձեր ցուցակի մեջ գտնվող մարդիկ հրամայական մանդատով, լավ չասենք հրամայական մանդատով, ձեր փողի տոպրակներով կաշկանդված չեն։ Պարոն Քոչարյան Ռոբերտ, դաշնակ մաշնակները, ովքեր 5 տարի լեգիտիմացրել են պարլամենտում Փաշինյան Նիկոլի գործած բոլոր հանցագործությունները հրամայական մանդատով կաշկանդված չեն։ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը եւ այն ուժերը, որոնք իր շուրջն են, կարողացան այս ընթացքում 2 շատ կարևոր իրենց համար, իրենց աթոռի համար 2 բանի հասնել։ Առաջինը, կարգեցին իրենց քաղաքական հակառակորդ միլիարդատերերի, կարգեցին Ծառուկյան Գագիկին իրենց քաղաքական հակառակորդ եւ կարգեցին իրենց քաղաքական հակառակորդ Տաշիր Սամվել Կարապետյանին, Տաշիր գրուպ կազմակերպության ղեկավարին։ Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը ատում է մեծահարուստներին, ինչու, որովհետև մեծահարուստների ճնշող մեծամասնությունը իրենց հարստությունը դիզել են ապօրինի ճանապարհով։ Եվ հիմա Փաշինյան Նիկոլը, հիմա հարգելի բարեկամներ, քաղում է իր արածի արդյունքները ամեն օր։ Ես բազմաթիվ ընկերներ, ընկերուհիներ, բարեկամներ, բարեկամուհիներ, ծանոթներ ունեմ, որոնք ինձ ասում են, հավաստիացնում են, առանց գետինը մտնելու, որ մենք սատարում ենք այս կամ այն ուժին, որովհետև այնտեղ կա փող եւ այնտեղ կա ռեսուրս։ Եվ գետինը չեն մտնում այդ մարդիկ։ Գիտեք, ինչքան մարդիկ են ինձ դա ասել, ինչքան մարդկանց եմ արգելափակել ընդհանրապես Facebook-ում։ Եթե վաղը մյուս օրը հարգելի բարեկամներ եւ բարեկամուհիներ Հայաստանի Հանրապետությունում իրենց ուղիղ ներկայացվածությունը ունենան Էրդողանի արդարություն զարգացում կուսակցությունը, իրենց ներկայացվածությունը ուղիղ արդեն, ոչ թե միջնորդավորված ունենան Ալիևի Յենի Ադրբեջան, նոր Ադրբեջան կուսակցությունը, էլի մեծ ռեսուրսներով դուք աջակցելու եք, չէ՞ էլի։ Բա ինչ եք անելու։ Деньги պախնուտ։ Պարզ ճշմարտություն կա, деньги պախնուտ։ Հիմա Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը մտել են այս խաղի մեջ, չեմ կարծում անգիտակցաբար, լավ էլ հասկացել են ուր են մտնում։ Լավ էլ հասկացել են, թե ինչ
սպարինգ պարտնյոր են քաղաքական առումով իրենք Փաշինյան Նիկոլի համար։ Եվ մյուս հանգամանքը գաղափարական հակառակորդ Փաշինյան Նիկոլը կարգեց իրեն դաշնակ մասնակներին, հարգելի բարեկամներ, այս ազգայնական լոզունգներով հայտնի դաշնակ մասնակներին, որպեսզի կարողանա վաճառի ժողովրդի վրա խաղաղության թեզը, առանց դաշնակ մասնակների ինքը չէր կարողանալու այդ թեզը վաճառել ժողովրդին, չէր կարողանալու, պիտի մի այսպիսի կազմակերպություն լիներ, որը գաղափարական առումով պիտի ընդդիմանար եւ Փաշինյան Նիկոլը կարողանար այս ամենը իրականացնել, դա էլ կարողացավ անել պարոն Ռոբերտ, դա էլ կարողացավ ձեր ենթակայության կամ համագործակցության մեջ գտնվող ուժի միջոցով։ Պարոն Ռոբերտ, Արցախը երբ խուրդում էին հայ ջոչերը, կներեք էլի ես ժարգոնային բառի համար, բայց այլ կերպ ուղղակի չի կարելի այլ կերպ ուղղակի չի կարելի վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունեցել։ Արցախը երբ խուրդում էին, դե մենք հայերը սիրում ենք, չէ՞, ծխախոտ սարքել Արարատը, Արցախը այսպես վարի տալ, հայ ջոչերը, հայ որոշ այսպես կոչված օլիգարխները վաճառել են հեկերը ադրբեջանցիներին Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Կասեք, պարոն Ռոբերտ, ձեր խմբակցությունը քանի անգամ է այս հարցը բարձրացրել պարլամենտում, քանի անգամ։ Պարլամենտում, ես նկատի չունեմ բուֆետում, ես նկատի չունեմ պարլամենտի զուգարաններում, ես նկատի չունեմ պառնոներում, ես նկատի ունեմ պարլամենտում։ Նիստերի ժամանակ քանի անգամ այս հարցը բարձրացրել։ Պարոն Ռոբերտ, իսկ եթե այս հարցը բարձրացնեին դաշնակ մասնակները, կարող են Նիկոլ Փաշինյանը դուրս գար եւ անունները տար այն մարդկանց, ովքեր այդ հանցագործությունը իրականացրել են։ Կարող է դրա համար չեն բարձրացրել։ Մի խոսքով դաշնակ մասնակներին էլ կարգեց իրեն քաղաքական հակառակորդ եւ այսքան ցածր վարկանիշ, այսքան մեծ հանցագործությունների մեջ թաթախված անձնավորությունը ստանում է մրցակցային առավելություններ այս մարդկանց միջոցով։ Ես մի քանի տարի առաջ մի հրապարակ մի պոստ էի գրել, հայ ազգը ունեցել է եւ Գյուլբենկյաններ, հայ ազգը ունեցել է եւ Օրբելիներ, պատկերավոր ասած, հա։ Հայ ազգը ունեցել է մարդկանց, ովքեր ողբերգության վրա կարողացել են փող աշխատել։ Հայ ազգը ունեցել է մարդկանց, ովքեր ողբերգության 20-րդ դարի մեծագույն մշակութային ողբերգությունն է, 20-րդ դարի 17 թվականի հեղափոխությունը, երբ Էրմիտաժը ընկել էր մի խումբ Կիրզվի սապոկներ հակած, ներողություն եմ խնդրում էմոցիոնալ խոսքի համար, մի խումբ անասունների ձեռք։ Եվ նրանք էժանով ուղղակի այդ հարստությունն էին հանել վաճառքի եւ դրանից օգտվում էին Գյուլբենկյանները։ Բայց հայ ազգը ունեցել է նաեւ Օրբելիներ, որոնք իրենց կյանքի գնով այդ ամենը պահում էին։ Եվ ամեն մարդ պիտի ընտրություն կատարի ինքը Օրբելիների կողմից է, թե ինքը Գյուլբենկյանների կողմից է։ Ինքը այն մարդկանց կողմից է, ովքեր թեկուզ իրենց կյանքը, ազատությունը դնում են ինչ որ մի գաղափարի համար, թե փողի կողմից է։ Ուշ թե շուտ Օրբելիները հաղթելու են եւ փողատերերը պարտվելու են, ես վստահ եմ ուղղակի։ Ես ուղղակի վստահ եմ։ Հիմա այս պահին իմ առաջարկությունը ո՞րն է, իմ առաջարկությունը հետևյալն է։ Այն մարդիկ, ովքեր այս համակարգի մեջ չեն,
պիտի իրենց ամբիցիաները իջեցնեն ներքև, պիտի իրենց ամբիցիաները կոնկրետ իջեցնեն ներքև եւ համախմբվեն այս օրակարգի շուրջ, այն օրակարգի շուրջ, որի մասին ես Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի հողի վրա գտնվելով տարիներ շարունակ խոսում եմ, տարիներ շարունակ, չեմ ասում իմ շուրջ, այս ամենի շուրջ պիտի համախմբվի, ամբիցիաներդ իջեցրեք ներքև, հարգելի բարեկամներ, ձիուց իջեք ներքև, հարգելի Ռակասովսկիներ, հարգելի Ժուկովներ, չգիտեմ ինչ ասեմ ձեզ, հարգելի Դոն Կարլեոնեներ, իջեք ներքև ձեր ձիուց իջեք ներքև, ռեալ գնահատեք տեղի ունեցածը, տեղի ունեցողը եւ համախմբվեք որպես սովորական մարդիկ, որպես սովորական մարդիկ, դուք սովորական մարդիկ եք, դուք հպարտանալու, ուրախանալու, երջանկանալու ոչ մի առիթ չունեք, դուք որևէ մեկից առավել չեք, որևէ մեկից Հայաստանի Հանրապետության այս հողի վրա ապրող որևէ մեկից առավել չեք, որ իրենք գնան պարտադիր ձեր հետևից եւ միավորվեք այս գաղափարի, այս օրակարգի շուրջ Հայաստանի Հանրապետությանը պետք է ընդամենը հիմա պետք է մեկ բան, հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետություն չկա էլ, ինչ Հայաստանի Հանրապետություն, հարգելի բարեկամներ, մարդը 5-6 զորակոչ ուղարկում է Արցախ եւ հետո կանգնում ասում է, այդ հողը 91 թվականից եղել է Ադրբեջան, մարդը սպանել է տվել մի ողջ սերունդ, Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետություն կոչվածին, հայ ժողովրդին պետք է արդարություն, պետք են բացահայտում, պետք է լուստրացիա, հարգելի բարեկամներ, բառի բուն իմաստով։ Ինչ է նշանակում լուստրացիա, նշանակում է самоочищение ради выживания։ Մենք պետք է մաքրվենք։ Ես չեմ ասում գնանք գոյություն չունեցող KGB-ի, գոյություն չունեցող սովետի արխիվները բացենք, ես դա նկատի չունեմ, ես ասում եմ, ես լուստրացիա է պետք, որովհետև այս ամենը իրականացվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործակալների միջոցով։ Եվ այն մարդիկ, ովքեր այս ամենին մասնակցել են, իրենց անունները պիտի հրապարակվի։ Իրենք պիտի իրավունք չունենան հետայսու, գոնե իրավունք պիտի չունենան զբաղվելու քաղաքական գործունեությամբ։ Այն հանցագործները, որոնք իրականացրել են հեկերի վաճառքը, որոնք իրականացրել են այս ավանտյուրան, այն հանցագործները, որոնց միջոցով տեղի են ունեցել 44 օրյա դավադրության ընթացքում ռազմական սոսկալի չափերի հասնող ռազմական հանցագործություններ, 18 թվականի հեղափոխությունը, կեղծ սարքած այս ամենը պիտի բացահայտվի, հարգելի բարեկամներ, մեկ օրակարգ կա, համախմբվել այս թեմայի շուրջ, ուրիշ բան չկա, եւ պարտադիր ամբիցիաները կամ պարտադիր ձիուց իջնելուց հետո դուք ձեզ, հարգելի բարեկամներ, մի դրեք ձեր երազած հերոսների տեղը